հայկական առաջին պետական զինանշանը ծնվել է զուգահեռ առաջին եվրոպական թագավորությունների զինանշանների հետ։ Ներկայացված էր 150 աշխատանք, հանձնաժողովը դիտելուց չկարողացավ կողմնորոշվել։ Սկսելով որպես գեղանկարիչ երիտասարդ, դուք որոշեցիք, որ պետք է դառնաք դիզայներ։ Սովետական Միությունում դա կոչվում էր արդյունաբերական արվեստ կամ արդյունաբերական էսթետիկա։ 60-ական, 70-ական թվականներին մեր Երևանի մեքենաշինական գործարանը թողարկել էր 3 էլեկտրոմոբիլ։ Նավթի եւ բենզինի եւ յուղ արտադրողների մաֆիան շատ էր խոչընդոտում առանձնարար էլեկտրոմեքենաների արտադրությունը։ Ես ստանում էի առաջին կուրսում անվանական թոշակ եւ մտածում էի, արդյոք հնարավոր է այս գումարը ծախսել։ Ես տեսնում եմ երեխաների մեջ մեծ ձգտում սովորելու, բայց դպրոցից գալիս են շատ բոբիկ։ Ողջույն, եթերում InNavU ծրագիրն է, լսեք մեզ, դիտեք մեզ, բաժանորդագրվեք եւ լայքեք, իսկ մենք սկսում ենք եւ ով է մեր այսօրվա հյուրը, կիմանանք մեր ավանդական բլից հարցումից հետո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր անունը։ Կարեն։ Ազգանունը։ Աղամյան։ Տարիքը։ Շուտով 80։ Վաու, երիտասարդ եք մնացել շատ։ Ծննդավայրը։ Երևան։ Բնակության վայրը։ Մոսկովյան փողոց։ Ձեր մասնագիտությունը։ Ինձ շատերը ճանաչում են որպես նկարիչ, ոմանք ճանաչում են որպես դիզայներ։ Եվ երկու մասնագիտություն ապաստորեն։ Այո։ Գիտական աստիճան ունեք։ Ոչ։ Պրոֆեսորի կոչումը ստացվում էր, որտեվ նկարչության մեջ դա անպայման չէր թեորիագրել, այլ դա տալիս են պրոֆեսորական կոչում արած գործերի համար։ Նշանակալի գործերի համար ստացվում։ Պարզ է։ Ձեր կոչումները, որոնք գիտեմ, որ բազմաթիվ են։ Դե այդքան կարևոր չի եղի։ Մենք ցանկություն ունենք լսել։ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ամենակարևորն է։ Եվ մի քանի ակադեմիաների անդամ եւ պատվավոր պրոֆեսոր, օրինակ, որով շատ հպարտ եմ, Տոկիոյի Սոկագակայի International համալսարանի։ Այո։ Հերիքա։ Մենք դրա մասին անպայման կխոսենք առանձին։ Գանգուփինչ, ես շատ եմ ուզում այսօրվա մեր հանդիպումը, մեր զրույցը սկսել մի շատ հուզող ձեզ եւ շատերիս մի թեմայից։ Խոսքը Հայաստանի զինանշանի մասին է։ Եթե անելով պատմական էքսկուրս, կասեմ, որ հայկական առաջին պետական զինանշանը ծնվել է զուգահեռ առաջին եվրոպական թագավորությունների զինանշանների հետ։ Եվ սա չի կարող ինչ-որ պատասխանատվություն չդնել մեր ուսերին։ Դուք ձեր սիրտը դրել եք այս հարցի մեջ, ձեր հոգին, ձեր ժամանակը, ձեր ստեղծագործական կարողությունները։ Եվ ի վերջո, ինչպիսին է մեր այսօրվա զինանշանը։ Մինչև այդ հարցին պատասխանել մի փոքր էքսկուրս անցյալ, որտեղ կարծում եմ բոլորին կհետաքրքրի այսօրվա գործող զինանշանը ստեղծվեց, ընդունվեց 1992 թվականի ապրիլին, որ ընտրվեց մրցույթի միջոցով, ես շատ ճանաչում դրան, քանի որ այդ հանձնաժողովի անդամ էի։ Ներկայացված էր 150 աշխատանք, հանձնաժողովը դիտելուց չկարողացավ կողմնորոշվել, թե որն է արժանի, քանի որ կար շատ տարբեր առաջարկներ, կային զինանշանի տեսակներ, որոնք կրկնում էին առաջի հանրապետության զինանշանի ոճը եւ բովանդակությունը, կար որ խորհրդային Հայաստանի զինանշանի տարբերակներով էր արված եւ կար մի առանձին, ես խմբավորում եմ, մի երրորդ խումբն լրիվ նոր մոտեցում էր, դե մեծ մասը չէր հասկացել, թե ինչ բան է զինանշան եւ էմբլեմաների էր նմանվում։ Հանձնաժողովը չկարողացավ կողմնորոշվել, բաժանվեց ձայները, ես մնացի առանձին մի ձայն ունեցա ես եւ իմ կարծիքը գրեցի, որ այսպես հայտարարել մրցույթ չի կարելի, որտեղ զինանշանը դա ոչ թե նկարչություն է, ոչ էլ դիզայն պրոյեկտ է, այլ քաղաքականություն է եւ սրա կոնցեպցիան պետք է սկզբից գրվի, հետո հայտարարվի մրցույթ, թե պետք է նկարագրվի։
Հայաստանի Հանրապետության, անկախ հանրապետության զինանշանի վրա պետք է ունենա այս ինչ բաղադրիչ մասեր։ Այդ բանը չէր արվել։ Եվ ստացվում էր, որ Հայաստանի զինանշանը պետք է որոշի ճարտարապետը, նկարիչը, դիզայները, պատահական մարդ, չի կարելի այդպես։ Հայտարարվեց երկրորդ տուրը արդեն 200 աշխատանք էինք դիտում, ցուցահանդես բացվեց, բայց ոչ լայն շրջանակների համար, ազգային պատկերասրահում, արդյունքը նույնն էր, որպեսզի չկրկնվեմ, ասեմ, հանձնաժողովը հավաքվեց եւ չկարողացան ոչ մի բան որոշել։ Մի որոշ ժամանակ հետո, արդեն ես ներկա չեմ եղել, բայց ինչքան գիտեմ, եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ մատը դրեց մի աշխատանքի վրա, որը արել էր Ղևոնդյան Ռուբենը, հոյակապ մի նկարիչ, դժբախտաբար ինքը այսօր մեր հետ չի, եւ իրակպես ամենալավ կատարված գործը իրանն էր, դա գնաց ազգային ժողով, ազգային ժողովում սկսեցին ինչ-որ քննարկել, քննադատել, հանձնարարեցին մեկ ուրիշին, որ դա գրաֆիկա դարձնի եւ եղավ ինչ որ եղավ։ Իսկ ինչ եղավ։ Ինչ որ եղավ, հիմա ես ձեզ մոտավորապես պատմեմ։ Առասարակ զինանշանները աշխարհում բոլոր երկրները ունեն եւ զինանշանի մեջ միշտ փորձում են ցույցադրել ով են իրենք, ինչ իղձեր ունեն։ Կարևոր երկու կետերը։ Հիմա սա մեր գործող զինանշանն է, բայց իմիջիայլոց ասեմ, որ սա ոչ միակն է։ Հայաստանում դժբախտաբար կիրառվում են 5-6 տարբեր զինանշաններ։ Արտաքուց երևի դուք այդքան չեք տարբերի, բայց կան շատ տարբերություններ կան, արժի որ դրանց հետ ցույց տակ առանձին մի քանի շատ վատ է։ Սա ամենավատը չի համենայն դեպս։ Որ պահերին են փոփոխում։ Դա ով է փոփոխում նույնպես հայտնի չի։ Նկսա զինանշաններից մեկն է, որը կիրառվում է եւ ես 1909 թվականին ինձ համար հետաքրքիր էր ուղղակի լինելով նկարիչ կամ դիզայներ, մտածում էի, որ կոմպոզիցիայով 2009-ին 2009-ին ուշադրություն դարձրեցի ավելի սրա եղածի վրա եւ մտածում էի, որ կոմպոզիցիայով ստե մի քիչ դադար կա, սա շատ է բան, հետո սկսեցի խորանալ եւ տեսա, որ ոչ միայն նկարչական իմաստով ստեղ սխալներ կա կամ ոյսյունալ, շատ տարօրինակ բաներ կա։ Մինչ այդ արդեն սկսել է ուսումնասիրել հերալդիկան որպես գիտություն, ինչ են իրենց ներկայացնում, եւ հիմա այս մեր գործող զինանշանի թերությունները, եթե դուք կտակ մի երկու բառով ասեմ։ Այո, շատ հետաքրքիր։ Այսպես սկսենք, սա սահմանադրությունում գրված է նկարագիրը, շատ պարզ է գրված, շատ կարճ գրված է, որ աչից առյուծ, ձախից արծիվ, ներքևում սուր, շղթա, ցորենի հոսք, ճյուղ եւ ժապավեն։ Կենտրոնում 4 թագավորությունների, հետո կասեմ որոնք նշաններն են եւ կենտրոնում Արարատ լեռը Նոյան տապանով։ Այս շատ կարճ, այդպես է գրված է, բառացի ասում եմ։ Հիմա նայում ենք, որ այս մեր առյուծ չի, ինչ որ լացակումած դեմք ունի եւ հերալդիկայի կանոններով ամբողջ աշխարհն է այտենց եւ Կիլիկիոյ թագավորության ժամանակ էլ առյուծներին, որ նայեք ինչպես են պատկերվել, անպայման պետք է ժանիքներ երևա, անպայման պետք է լեզուն երևա, պարտադիր։ Դա միջազգային օրենք է ոնց որ։ Դրա բացատրությունները մի քանիսն են, որոնցից մեկը ասում է, եթե նա լեզու ունի, ուրեմն ասելիք ունի, նա անձայն չի, խոսացողը, ասողը, առաջ գնացողը, ատամները ցույց տալիս որ ագրեսիա է, իսկ մեր խեղճը համ լացակումած բերան ունի, ոնց որ ատամները հանել են արդեն, չէ՞, ոնց որ խեղճացած բերանը, ճաղատ առյուծներին պրայդը սպանում ուտում է, որտեվ նա արդեն կենսունակ չի։ Առյուծը պետքա բաշ ունենա։ Դա երիտասարդ առյուծի տիպաժն է, առողջ առյուծից։ Սա հիվանդ խեղճ ականջներն է վախից հետ քաշած, շանը որ վախացում է, ականջը հետ է քաշում, չէ՞, մի տեսակ կենթանիները տենց են։ Այո։ Եվ ոչ էլ առյուծի ականջը, չգիտեմ, ինչ որ սատանայի ականջը, ոնց որ։ Գիտեք, ես որ սա պատմեմ, շատերը զարմացած նայում են, ասում են, ո՞նց մենք չենք նկատել, ուղղակի ես նկատել եմ։ Հիմա ասած իջնենք դեպի ներքև։ Էլ չեմ ասում նկարչական իմաստով այս ձեռքը ոնց որ ջարդած լինի, մեջքից է դուրս գալիս եւ այլն։ Դա նկարչական թերություն է։ Իսկ սա արդեն զուտ բովանդակային եւ ինչ որ ազդակ ասող բան է։ Այո։ Նկարագրությունով իջանք ներքև, գրված է ներքևում պատկերված է սուր։ Ես ուզում եմ որ սուրը գնում է եւ մխրճվում է մեր էության մեջ։ Բայց մխրճվում է թե ծայր ունի, թե չունի, ես չգիտեմ, նա ունի ծայր։ Թե ջարդածը, թե փոքր է, թե մեծ է։ Իսկ սա մեր կարևոր էլեմենտ է, չէ՞, մեր ուժն է։ Մեր ուժն է։
Բացի դրանից, որ ավելի ինձ մտահոգեց, սուրը շղթայակապ է։ Շղթայի միջով անցնում, նա չի կարող ազատ շարժվել։ Մի քիչ տարօրինակ բաներ եմ ասում գուցե, բայց հերալդիկայի մեջ զինանշանագիտություն ամեն մի փոքրիկ էլեմենտ ունի նշանակություն եւ իր բովանդակություն ունի, շատ կարեւոր։ Հաջորդը նկարահանություն գրված է ճյուղ։ Ես ասում եմ, ի՞նչ ճյուղ։ Օրինակ, որևէ մի զինանշանի վրա եթե ճյուղ է, ապա պետք է լինի կամ դափնե ճյուղ կամ մեկ ուրիշ, բայց կոնկրետ ճյուղ, ոչ թե։ Ստե գրված է ճյուղ, սա ոնց որ ցախավել լինի, անհասկանալի մի բան է, անհասցե մի բան է։ Ծորենի հասկերը նկարվածության իմաստով լավ չի, բայց ոչինչ։ Հետո ժապավեն, տեսեք, աշխարհի զինանշանների մեջ մեծ մասը ունի ժապավեն, քանի որ այդ երկրները ունեն կարգախոս։ Հայաստանը չունի կարգախոս, բայց նկարել է ժապավեն, այն նկարել է թարս պատկերված։ Ժապավենի երեսը այն կողմն է։ Նկատում եք ժապավենը որ նկարում են, ցած դեպի հետ է գնում փոչերը։ Սա հակառակը։ Նույնը արծիվի մասին նա պետք է անպայման լեզու ցույց տա, բարձրապես օրինակ անգամ ռուսական երկրխանի արծիվների մեջ երկու հատ լեզու կա, պարտադիր օրենքներ են դա։ Արծիվն էլ անլեզում էր։ Անլեզու է, թևը մարմնին կպած չի, ոնց որ ոչ թե մեջքից է դուրս գալիս, այդ առանձին է, սա էլ ոչ ոք չի հասկանում ինչա, բազմա սա էլ է մյուս թևն է առյուծին գրկելը։ Երևի չեք նկատել։ Հա, նոր հասկացա, որ առյուծ գրկել է, առյուծին գրկել է։ Սա ինչ են արել, նկարիչը ստե դադարքել մի բանով դիլրացվել են, ինչ որ տենց ծածկեր ու ծածկ, հա։ Ես դրաբար։ Շատ ավելի խայտարակ վիճակը է այս հատվածը։ Ես չգիտեմ մոտիկից երևում է ամեն ինչ։ Կերևա ամեն ինչ։ Ուրեմն տեսեք, Բագրատունյաց ժամանակաշրջան, Արշակունյաց, Ռուբինյաններ եւ Արտաշեսիդներ։ Այս 4 թագավորություններն է։ Սա վերցրած է Անիի տաճարի, գլխավոր տաճարի վրայի առիվծի պատկերից է վերցրած, որը աղավաղված է, շատ աղավաղված է եւ սրա մի 4-5 տարբերակը կա, մեկը մյուսից ավելի այլանդակած։ Այս իբր արծիվ է, բայց որ մարմին ունի, ոչ ջանկեր ունի, ոչ ինչ չունի, ոչ թև ունի, ոնց որ թղթից կտրած ինչ որ խաղալիք լինի։ Լևոն թագավորի դրոշմի վրայից վերցրած էլեմենտն է, սա ոնց որ սմայլիկ լինի։ Նայեք, սա ցիկծառաշար կերպար է։ Ամոթը, սա ինչ որ մեկը ձեռ առը մեզ էլ, ցես բան չի կարելի անել։ Նույնն էլ Տիգրան Մեծի սաղավարտի վրայի նշանը արծիվ եւ կենտրոնում պետք է լինի փայփլող աստղի շողերը փագած է։ Մեկ ուրիշ դեպքում դուք կարող եք նայեք, տեսեք, անակայստե տեսեք, սա ուրիշ տարբերակ է, որ ասում եմ շատ տարբերակներ կա, այստեղ ոչ թե աստղ է, այլ ինչ որ ծաղիկ է նկարած։ Սրա դեմքը լրիվ ուրիշ է, սա ուրիշ է, սա ամեն 15-6 հատ ես գիտեմ, այս տարբերակներ, որը անթույլատրելի է, պետք է մի հատը լինի հաստատված եւ այլն։ Սա ոնց որ ինչ ասեմ, ինչերը հակած, կոշիկները հակել ինչ է։ Համար անհասկանալի կերպար է սա, ընդհանրապես պատկերը։ Հիմա Արարատ լեռը նայենք, Արարատ լեռան վրա պետք է լինի Նոյան տապանը։ Նոյան տապանը այստեղ նման է ավելի մակույքի կամ ամպի, շատերը ասում են էս ամպ, որտեղ տապանը պետք է ունենա վրան կառույց։ Դա տապանի ընդունված ձևն է։ Ես շատ դեմ եմ, որ ներքևում պատկերված է ջուր։ Սահմանադրությունում այս մասին գրված չի, թե ինչ լինի։ Ջուրը առասարակ հեղեղուկ վիճակ է։ Սա մեր երկիրն է։ Սենց ջրի մեջ Արարատը բացվել է, որ ջուրը արդեն չկար, չէ՞, իմաստը բաց նկարում ենք բան եւ մեր երկիրի տեղն էլ էս ենք նկարում։ Մի խոսքով այս ամեն ինչ ես դեռ 12 թվականին այսպեսի բան տպեցի հարյուրներով եւ բաժանեցի այն պաշտոնյաներին, ովքեր մեր երկրի ղեկավարներն են վերջի հաշվով։ Սա ձեր դիտողություններով, ավելի կարճ գրված բարձր։ Տեսեք մեկ ուրիշ բան ցույց տամ, շատ զզվելի վիճակ է, որ ասում էի թուրը տակն է եւ չի երևում թե ինչ է, բայց կան տարբերակներ, որ թուրը նկարած է ջարդած եւ վահանի վրա դրած ջարդած։ Սա միտումնավոր նշաններ են։ Ախր չեմ ուզում այդպես սնապաշտության մոտենամ, բայց ժողովուրդ ասում է թողտուգիր, չէ՞։ Հազարամյակներով եկել է այդ բանը։ Հիմա ով է այս բանը արել, ինչու է մեր թուրը կտրած, ջարդած, շղթայված եւ այլն։
Սա Ինչու է իհարկե մեր արծիվը եւ առյուծան լեզու, խեղճացած խեղճացած, եւ այլն։ այո, Դրանից հետո անատան, սկսեցի բացի այս քննադատությունից հեռուստատեսությամբ եւ ռադիոյով շատ եղավ հաղորդումներ, չի սա չէի ուզում այդքան, քանի որ ինձ թվում էր որ երկրի առաջի դեմքերը միանգամից սան արձագանքեն։ այո, չարձագանքեցին, Չեմ կարող ասել չարձագանքեցին, արձագանքեցին, բոլորը ասում էին անուններ չտամ, բայց բոլոր ղեկավարները տեսել են, գիտեն, որ իմ մոտ սա կա եւ ասում էին վայ, բայց ինչպես մենք չենք տեսել բան, բայց ինչ անենք, ես ասում եմ որ արդեն անում եմ, հարյուրավոր էսքիզներ ունեմ արած, իսկապես հարյուրավոր կամ հազարավոր եւ սրան զուգահեռ ես մշակում էի Զինաշանի լրամշակված տարբերակը, որը չի հակասում սահմանադրության կետերին, բայց զրկված է բացասական էլեմենտներից եւ ուժ ունի մեջը։ Որի արդյունքներից հասկացա։ ունեմ տարբերակներ, կարող եմ ցույց տալ մի քանիսը։ Երևանի զինանշանն էլ, հա, իդեալական չէ։ Երևանի զինանշանները իդեալական չի, բայց մինչև այս ցույց տամ իմ վերջի արածներից մի քանի հատ, որը 18 թվականին է արված, սա ավելի նոր է։ Ես իմ արածները հարյուրավոր էսքիզներ ունեմ, հարյուրավոր չէ, որը կամաց առյուծը, Հարյուծի կերպարն է ուրիշ, Վահանն է ուրիշ էստեղ։ Այո։ Այստեղ ավելի մեծ է դրված Արարատից, մասը ավելի ճիշտ է։ Այո, թագավորը։ Հետո մի կարևոր բան, եթե սահմանադրություն գրված է ժապավեն, ուրեմն պետք է ունենանք կարգախոս։ Հիմա ես այն մարդը չեմ, որ ես որոշեմ երկրի կարգախոսը, բայց քանի որ ոչ ոք չի անում, մի 5-6 հատ տարբերակներ ունեմ, օրինակ թե ինչ եմ գրել։ Միասնություն, հզոր պետություն։ Սովորաբար կարգախոսները լինում են 2-3 բառով։ Օրինակ Վրաստանինը կարծեմ բանա, միասնությունը ուժ է։ Խելացի շատ ճիշտ դրել։ Միասնությունը ուժ է։ Կուբան ասում է մահ կամ ազատություն։ Եվ այլն, ամեն երկիր մի հատ հետաքրքիր իրան բնորոշ բան։ Օրինակ ես մոռացա աֆրիկյան որ երկիրն էր, Լեսոտոն, չեմ հիշում, որ երկիրն էր, որի կարգախոսի մեջ կա անձրև բառը։ Հəçուն մեր ներկայի մեջ չկար կարգախոս, չէ, հարուսակ չկար, դադարք ժապավեն էր, ժապավեն չեն անում։ Օրինակ ռուսական գերբը ժապավեն չունի, որտեղ իրենք կարգախոս չունեն։ Չինաստանը չունի կարգախոս, բայց եթե ժապավեն ես անում, ուրեմն դեպի կարգախոս ունեն։ Նպատակը ժապավենի կարգախոս։ Դա ոչ թե գեղեցկության համար։ Այո։ Ուրեմն միասնություն, հզոր պետություն։ Գուցե։ Ստե ասենք ուրիշ կարգախոսը, ազգ, միասնություն, պետություն։ Թագավորություններն էլ խնդրում եմ ձեր ինտերպրետացիայով մանրամասնեք, ես տեսնում եմ, որ կա մեծ տարբերություն։ Եվ մի ուրիշ տարբերակ է կա, որտեղ այս պրինցիպը վարված, գիտեք, մեր երկու զինանշանի մեջի կարևոր էլեմենտները իրանք կոչվում են բաններ, վահանակիրներ։ Սա տրադիցիոն եկած բան է։ Մեր զինանշանը սա է հիմնականում, իրենք վահանակիր են։ Իսկ սա կողքի էլեմենտներն են ատրիբուտ լրացնող, բայց հիմքը սա է։ Հիմա մեր վահանակիրները դեպի դուրս են նայում։ Բայց ինչքան ես նայեցի աշխարհում մենակ մի երկիր կար, որը դուրս էր նայում, դա շախի ժամանակվա Պարսկաստանն էր, որի մոտ երկու առյուծ էր դեպի դուրս նայող, հիմա այդ երկիրը չկա արդեն։ Բոլոր երկրներում դեպի ներս են նայում։ Այդ ինձ ստիպեց մի հատ sense տարբերակ անել։ Նույնպես համադրությանը չի խափանում։ Շատ կարճ պատմեցի, բայց էս է հիմնականում։ Անցնում ենք Երևանի զինանշանին, հա, երևի։ Երևանի զինանշանի մասին ես նույնպես հետաքրքիր էր ուսումնասիրեցի եւ բազմաթիվ բացասական կետեր եմ գտել շատ։ Բայց այն ինչ որ այստեղ եմ ասում, ոնց որ թե նախորդ մտածված կեղծիքներ են կամ դիտման բարված բաներ են, Երևանի զինանշանում այդ բանը չկա։ Երևանի զինանշանը ավելի շատ պարզապես անիմացիան մասին է խոսքում։ Ես նույնպես արել եմ տարբերակներ, այնտեղ մի քանի բաներ ասեմ, օրինակ մեր զինանշանում առյուծը, որը դեպի հետ է նայում, Երևանի զինանշանի թե հիշում եք։ Ցույց տակ երևի առանձին, հա։ Հետ նայելը լավ նշան չի։ Արսարակ լավ նշան չի, դեպի առաջ նայի։ Ասենք թագ գլխին չի, այլ քթին է դրած։ Հետևի ոտքերից ոնց որ կաղ լինի այդ առյուծը։ Մի ոտը կարճ է, մեկը երկար է։ Ձեռքին բռնած է,
նկարվածի նման թվում է թե ջահա, բայց ջահի նման չի։ Շատ թերություններ կա։ Պոչը ոնց որ լինի պարան։ Պարանի նման միացած հոլորված բան է, ուժ չկա մեր։ Մի խոսքով շատ թերություններ կա։ Սա իմ ինտերպրետացիայից մեկն է։ Տասնյակ հարյուրավոր տարբերակներ կա եւ գույնով եւ այն։ Ահա։ Գեղեցիկ է։ Նույն ձևի եւ կա, եթե տեսնում եք, այդտեղ թևերը ավելի հզոր են եւ այլն։ Պետք է համատելու համար, որ նայեք, որ կզգացվի տարբերություն։ Լավ, անցնենք ավելի լուսավոր թեմաների։ Հիշատակեցիք, որ Տոկիոյի Սոկա համալսարանի պատվավոր պրոֆեսոր եք։ Եղել է այդպեսի բան։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Ինչ-որ ինձ ճանաչողները պատմել էին իմ մասին այնտեղի Տոկիոյի համալսարանի ռեկտորին, որը շատ նշանակալի համալսարան է, միայն ասեմ ինքանով, որ Տոկիոյի համար երկրորդ համալսարանն է, երբ որ մեր պրեզիդենտը Սերժ Սարգսյանը 3 օրով այցելել էր Ճապոնիա, օֆիցիալ այցով, 1 օրը իրան հատկացրեցին այդ համալսարանը, որ կարևոր կետ է։ Այդպես։ Իսկ ինչ է ենթադրում պրոֆեսոր լինելը այդտեղ։ Կան ընդհանուր Պատվավոր կոչվում է։ Այո։ Դուք հիանալի ձայնագրություն եք ուղարկել, անպայման մեր հանդիսատեսին կներկայացնեք։ Դրա մասին 2 բառ ասեմ։ Անպայման։ Իսկապես ապշեց եմ, զարմացած եմ, թե ինչպեսի հյուրասիրությունների հոգի ունեն այդ ազգը ասեմ, որտեղ դեք հենց առաջի վարքյանից ոտքը դրեցիր ինքնաթիռից դուրս եկար, արդեն քեզ դիմավորում են հայկական դրոշներով եւ այլն եւ այլն։ Իսկ այդ որի մասին դուք խոսեցիք, դա Կիոտոյի միջնակարգ դպրոցի սաների կատարումն է հայերեն լեզվով Երևան դարձած իմ Երևանին, որը ապշեցուցիչ էր։ Գեղեցիկ շատ կատարում։ Դա նույնպես նույն Դայսակոյի կեդոանով այդ անձնավորության ստեղծած դպրոցն է։ Շատ յուրահատուկ ազգ են, շատ յուրահատուկ մշակույթ է դա։ Եվ բացի դրանից մեկ ուրիշ կատարում էլ տեսա, որի ձայնագրությունը դուք չունեք, եթե կարողանամ ձեզ ցույց տամ, էլի առանձին էս այցի կապակցությամբ կատարեցին Կոմիտաս։ Կոմիտասի 3 ստեղծագործություն փողային նվագախմբով։ Երեխաներ, գիտեք, դպրոցի խմբակ։ Ես այդ ձայնագրությունները այստեղ որ ցույց էի տալիս մեր երաժիշտներին, կոմպոզիտորներին, նրանք չէին հավատում, որ սա պրոֆեսիոնալ նվագողներ չեն։ 60 հոգանոց փողային նվագախումբ 3 գործ կատարվեց ապսուցիչ։ Շատ բարձր որակի։ Այո, ճապոնական երեխաներից անցնենք հայ երեխաներին։ Անցանք։ Այսինքն ձեր անցյալը, հա, դուք ձեր ստեղծագործական ձիրքը արտահայտվել է շատ վաղ տարիքում, 5-6 տարեկանից դուք նկարել եք։ Երեխաները բոլորը այդ տարիքում նկարում են։ Բոլորը, բայց տարբեր որակով, հա, տարբեր մակարդակով երևի, հա։ Այո, այդ առաջին մրցանակի մասին կպատմեք։ Առաջին մրցանակը շատ մրցանակներ են եղել, բայց ամենակարևորի մասին պատմեմ, որը 9 տարեկան է, երբ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ, որը կայացել էր Դելիում։ Գրավեցի առաջ տեղը տենց։ Դե ամբողջ աշխարհից երեխաների նկարներ էին, այդ նկարը ես չունեմ, որովհետև դա մնաց իրանց, բայց այդ նկարի վերատպումները այն ժամանակվա սովետական ամսագրերում տպվել էին եւ իմ գրքի մեջ կա։ Բայց ինչպես էր հասել Հնդկաստան այդ գործը։ Դա խորհրդային միություն էր։ Ես գնում էի պիոներների պալատ։ Պիոներների պալատում իհարկե շատ ուշադիր էին, ասեմ որ անվճար էր ամեն ինչ, ոչ թե այսօրվա խմբակների նման։ Եվ լավագույն նկարները ուղարկվում էր Մոսկվա,
համեմիջնական ցուցահանդեսի ամեն տարի։ Այնտեղ կային մեր սովետական միության բոլոր հանրապետությունների լավագույն երեխաների լավագույն նկարները եւ այդտեղ էլ ինչ որ տեղեր զբաղացնողներին ուղարկում էին համաշխարհային ցուցահանդեսը տեից։ Այնպես ես չգիտեմ ոչ ծնողներից գիտեն ոչ բան։ Դա Եվ այդպես հայտնվեց ձեր գործը այնտեղ։ Բայց այնուամենայնիվ, սկսելով որպես գեղանկարիչ երիտասարդ, դուք որոշեցիք, որ պետք է դառնաք դիզայներ եւ այն էլ մեքենաների դիզայներ։ Դա ամենահետաքրքիր ասպարեզներ ինձ համար հիմա էլ երևի։ Ես արդեն պետք է ընդունվեի համալսարան, Գեղարվեստական ինստիտուտ է ճիշտ, որի հիմա բոլորին ծանոթ է որպես պետական ակադեմիա։ Այդ տարի նոր բացվել էր արդյունաբերական էսթետիկայի բաժին։ Դիզայն բառը դեռ ժամանակ ընդունված չէր։ Սովետական միությունում դա կոչվում էր արդյունաբերական արվեստ կամ արդյունաբերական էսթետիկա։ Եվ դիմեցի շատ քիչ բան գիտեի թե այդ ինչ բան է, բայց գիտեի որ շատ հետաքրքիր նորություն է եւ ընդունվեցի այդ բաժին։ Բայց հետո շատերը ինձ ճանաչում են կամ նկարիչ կամ դիզայներ, հիմա երկուսն երևի։ Բայց դուք բարձրաձայնել եք մի հիանալի պատմություն, շշմեցնող պատմություն, կարող է դա էր դրդապատճառը, որ 60-ական, 70-ական թվականներին մեր Երևանի մեքենաշինական գործարանը թողարկել էր 3 էլեկտրոմոբիլ։ Հա, պատմեմ այդ մասին, քանի որ մեր բնակչության մեծ մասը չգիտի երևի։ Շատ քիչերը գիտեն։ Շատ քիչերը։ Քանի որ հետաքրքրված էի դիզայնով, այն էլ մեքենաշինության, ավտոմեքենաշինության դիզայնով, ես երրորդ կուրսից գնացի, ընդունվեցի Երազ ավտոմեքենա գործարան։ Այնտեղ ինձ վերցեցին դիզայներ բառը չկար, գլխավոր կոնստրուկտորի օգնական որպես։ Դասերից հետո ես վազում էի, օրվա կես այնտեղ էի անցկացնում։ Եվ արդեն պարզել որ դիպլոմս պետք է լինի մեքենայի հետ կապված։ Այժմ պարզվեց, որ արդեն նախագծվում է էլեկտրոմոբիլ, բեռնատար մեքենա որպես 1 տոննա տարողությամբ, որի կմախքը կամ թափքը պետք է կառուցվեր երազգործանում, իսկ ներքին ամբողջ կառուցվածքը ակումուլյատոր, հաշվիչ մեքենաներ եւ այլն ժամանակվա տեխնիկաները այն չէր ինչ որ այսօր, բայց տեխնիկական մասը ապահովում էր պոլիտեխնիկ ինստիտուտի մի ամբիոն, հիմա կհիշեմ անունը կասեմ, Էմիլ անունով մեկը կար, ազգանունը չեմ կարող հիմա շել, ներողություն եմ խնդրում, որտեղ շատ հետաքրքիր անձնավորություններ առաջնադեմ եւ իր այդ գյուտի կամ ստեղծագործության հիման վրա Երազ գործարանում արդեն իմ դիպլոմը ավարտելուց 1 տարի հետո պատրաստվեց 3 հատ Երազ ավտոմեքենա, որոնք շատ հաջող փորձարկում անցան Հայաստանում եւ մեկը Սովետական միության տարբեր քաղաքներում։ Մեկը օրինակ դրանցից մեկը Սոչիում 1 տարի աշխատեց, հաջող վասկից հետո վերադարձած Երևան եւ շատ կարելի է հպարտանալ, որ Հայաստանում 1970-ականների սկզբին կային արդեն էլեկտրոմոբիլներ։ Տեսլա, բան մենք չգիտենք այդ բանը։ Եվ եթե այդպես զարգացումները շարունակվեր, մենք հիմա երևի կլինենք մեկ ուրիշ աստիճանի վրա։ Բայց մասսայական փաստորեն չստացավ, հա։ Մասսայական չստացավ, որտեվ ամբողջ աշխարհում նույնպես փորձարկումներ էին անում տարբեր տեսակ։ Եվ բացատրությունը հետեւյալն է։ Նավթի եւ բենզինի եւ յուղ արտադրողների մաֆիան շատ էր խոչընդոտում առանցարի էլեկտրոմեքենաների արտադրությունը։ Դա գիտեք միլիարդների բիզնես է։ Ուղղակի վերջի 10-ամյակում սկսեցին հաղթել էլեկտրոմոբիլները, զորով թե ինչով, բայց սկսեցին առաջ գնալ։ Բայց այդ մաֆիան արգելում էր կամ ինչ-որ խոչընդոտներ էր տալիս։ Խորհրդային ժամանակ բենզինը այնքան էժան էր, որ այդքան կարիքը չէր էլ զգացվում։ Այդ ժամանակ խոսում էինք ավելի էկոլոգիայի տեսակետից, որ արժի։ Այո։ Ոչ թե որ ավելի էժան է եւ այլն։ Այո։ Ամենայն դեպս չստացվեց, բայց այդ ծրագիրը կար, այսօր վաղը, հետո սովետը փլվեց։ Եվ մնացինք էլեկտրոմոբիլներն էլ հետը։ Էլեկտրոմոբիլները հիմա ունենք Երևան թաղամաս բնակելի։ Երազ թաղամաս։ Երազ թաղամաս։ Երազ էլեկտրոմոբիլը հիմա դարձավ Երազ թաղամաս։ Դե գոնե ոչնչացավ անվանումը, գոնե ինչ որ մի բան լսում ենք։ Այո։
Երազը, բայց բարձր չէ, ռուսերեն Երևանսկի ավտոմոբիլный завод։ Завод, դա։ Մենք հիմա այդ մոռացել ենք, երազ ենք ասում, երազ ենք։ Այո, երազանք։ Կրկին մի պատմություն ձեզանից լսված, կապված ակադեմիկոս Գյուրզադյանի աստղադիտակի հետ։ Անպայման դա արժի հիշատակել, ակադեմիկոս Գյուրզադյանը ոնց որ թե ավելի փակ գիտնական էր։ Նա որտեղ աշխատում էր տիեզերքի նվաճումների հետ կապված եւ այդքան իր ձայնը այդքան չէր բարձրաձայնվում որթային ժամանակ, ասենք մենք գիտեինք Վիկտոր Համբարձումյան, բայց ակադեմիկոս Գյուրզադյանի մասին ավելի քիչ։ Երևի նույնպես մեր բնակչության մեծ մասը չգիտի, որ Գառնիի ճանապարհին, Գառնի չհասած արջի վրա Ձորի բերանին մի մեծ քաղաք կար, փոքրիկ մի քաղաք, որտեղ ապրում էին եւ աշխատում էին գիտնականներ, որոնք զբաղվում էին տիեզերքով։ Եվ եթե լսել եք կամ գիտեք, ասենք ամերիկյան աստղադիտարանները, տիեզերական աստղադիտարանները Hubble հայտնի, բայց դրա գյուտը, ինչքան ես գիտեմ, արվել է Հայաստանում հենց Գառնիի հետ Ձորում Գյուրզադյանի կողմից, դա Գյուրզադյանի գյուտն է։ Եվ առաջի կոսմիկ տիեզերական հեռադիտակը այստեղ ասարկվել Հայաստանում։ Պատկերացնում եք։ Եվ դրա ճակատագիրը։ Դրա ճակատագիրը թռավ, բայց արդեն դա գնաց պատմասկով է, թե Բայկանուր ընդեղից գնաց տիեզերք, վերադարձավ եւ այդ աստղադիտարանը մոտավորապես, ինչքան ասեմ, չափերով, որը եղել է տիեզերքում, մոտավորապես մի 2.5-3 մետր բարձրություն ունի, կան մի սարքա, որը հիմա գտնվում է Գառնիի այդ տարածքում։ Այո, ես տեսել եմ։ Ինքը իհարկե կիսամեռ արդեն տարածք է, բայց ամեն դեպքում այո, եւ դու կարողանում ես մասշտաբների մասին պատկերացում կազմել շնորհիվ դրա։ Այո, թե ինչ էինք եւ ուր հասանք։ Կարեն Գուրգենչ, ես չեմ կարող չհիշատակել ձեր կյանքի մի երկարատև եւ շատ կարեւոր փուլ։ Երբ դուք 20 տարի շարունակ Հայաստանի նկարիչների միության նախագահ էիք։ Ինքս ձևավորվել եմ եւ կայացել եմ որպես արվեստաբան այդ պատերում եւ շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի ակտիվ եւ աշխուժ ստեղծագործական կյանք էր այդ ժամանակ եռում։ Ամեն շաբաթ ցուցահանդեսներ, ամեն շաբաթ անուններ, երևույթներ, վերհիշված միգուցե նոր անուններ։ Մի խոսքով սա փայլուն շրջան էր անձամբ իմ տեսանկյունից։ Ինչ էր ձեզ համար այս շրջանը։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր աշխատանք էր ինձ համար եւ ես իսկապես կյանք եմ դրել 20 տարին քիչ բան չի, ես երբ որ դարձա միության նախագահ, այն մոտ տարիներից հետո էր մի քիչ լավ վիճակում չէր, շատ մեղմ եմ ասում, բայց կարծում եմ որ կամաց ավելի ոտքի կանգնեց եւ հիմա այն ինչ որ կա։ Իհարկե հիմա նույնպես արվում են ցուցահանդեսներ, շարունակվում է կյանքը, բայց ես հիշացնել մի օրինակ 67 թվականին մի ցուցահանդեսի բացման ժամանակ 7000 մարդ էր եկել մի բացման, հիմա տես մասշտաբային չի լինում։ Չգիտեմ, ժողովուրդն արդեն մի քիչ ուրիշ դարձել թե ինչ, բայց այսինքն այդ շրջանում ես ինքս հիշում եմ, որ վերանորոգվեցին մեր ցուցասրահները, նոր ցուցասրահներ կառուցվեցին, զրոյից դարձրեց, զրոյից հիանալի լուսավոր հսկական, եւ այդ ամենը տրամադրվում էր նկարիչներին անվճար, չէ, անվճար չէր։ Խմբակային ցուցահանդեսների ժամանակ, ասենք, իհարկե անվճար էր, բայց անհատական ցուցահանդեսի ժամանակ որոշակի վճար վերցվում էր։ Որոշակի, բայց սիմվոլիկ ինչքան։ Դե համենայն այսօրվա համեմատ 3 անգամ քիչ։ 3 անգամ, դա շատ կարևոր էր որոշեցի։ Պարզապես մենք ֆինանսային նորից աջակցություն չունենք։ Նկարիչների միությունը հասարակական կառույց է եւ պետք է ինչ-որ կարողանար իրան պահել։ Այո։ Բացի энտուզիազմից, ինչ-որ փողը պետք է լույսի եւ այլն։ Իհարկե։ Առանց դրան չի լինի։ Այո։
Դուք որպես գեղանկարիչ եւ որպես դիզայներ մասնակցել եք հարյուրավոր ցուցահանդեսների, միջազգային եւ ոչ միջազգային ցուցահանդեսների, էքսպոների, որոնցից մոտ 100-ը անհատական ցուցահանդեսներ էին եւ էքսպոներ։ Ամենահիշվածը ո՞րն է ձեզ համար։ Իմ անհատական ցուցահանդեսներից Եվ անհատական եւ էքսպոների մասին անպայման խնդրում եմ պատմեք։ տարբերենք։ Ահա։ Անհատական ցուցահանդեսները դա իմ կերպարվեստի աշխատանքներն են։ Այո։ Դե ամենանշանակալը եղել Փարիզում իմ համար ամենակարևորը, իսկ էքսպոների ժամանակ ես արդեն հանդես եմ եկել որպես դիզայներ։ Հայաստանի ազգային էկոնոմիկայի եւ գիտության եւ տեխնիկայի ցուցահանդեսների ձևավորումներ 12 երկրում արել եմ ես, սկսած 1978 թվականից։ Այո։ Դա մի առանձին ասպարեզ է, որը Հայաստանում ոչ ոք չի տեսել, դա ասենք մեկը եղել է Ֆրանսիայում, մյուսը Դամասկոսում, Հունաստանում, Կիպրոսում, Հունգարիայում եւ այլն։ Հնդկաստանում եւ անգամ Վիետնամում։ Եվ Գերմանիայում արդեն վերջինն էր, որի ժամանակ ձեր հիշատակած բարոն Գուրզադյանի այդ տիեզերական աստղադիտարանը ցուցադրվեց այնտեղ։ Շատ մեծ ջանքեր ես նայեցի, ընտրեցի պարոն Գուրզադյանից, Այո։ մաքրեցին, սարքեցին բան եւ դա ցուցադրվեց Գերմանիայում, Հայաստանի տաղավարում։ Որի ժամանակ մոտ 6 միլիոն մարդ այցելեց այդ ցուցահանդես, որը տևեց 5 ամիս։ Չէ, մեր բաժինը միայն 6 միլիոն, իսկ ամբողջ էքսպոյի մեջ 50 քանի միլիոն այցելու էր ունեցել։ Շատ կարևոր ցուցահանդեսներ են դրանք, որտեղ պատմում են ամեն մի երկիր ներկայացնում է իր լավ կողմերը, ասեմ։ Այո։ Իր պատմությունը։ Այո։ Քանի որ ես ոչ միայն դիզայներն եմ, այլև կոնցեպցիան եմ մշակել։ Ինձ խնդրեցին ես այնտեղ 5 ամիս, անգամ 6 ամիս մենեջերն էի այդ տաղավարի, շատ բան տեսա, շատ բան սովորեցի, շատ հետաքրքիր էր այդ պատկերացուք 6 միլիոն մարդ գալիս է ծանոթանում է Հայաստանին։ Հայաստանը ներկայացված էր բրոնզե դարից մինչև հենց ձեր ասած Գուրզադյանի տիեզերանավը։ Այդ ամբողջ իր պատմությունով, իհարկե ցեղասպանության մասին կար խոսքեր։ Այո։ Բաժին պատմական Հայաստանի մասին շատ հետաքրքիր էր այդ օրերը եւ այդ ցուցահանդեսը այնքան մեծ էր, որ ես անգամ այդ 5 ամսում չհասցրեցի բոլոր երկրները այցելել։ Ասեմ, որ այդ ամբողջ տարածքի մի ծայրից մյուս ծայրը երկարքումը 7 կիլոմետր էր, 7 կիլոմետրի մեջ աշխարհի բոլոր երկրները իրենց տաղավարներն են ցուցադրում։ Այո։ Հիմա ինչպես մենք կարողացանք, ես այդ նախագիծը արել էի, դա նոյան տապանի ձևով էր եւ մեծ արձագանք ունեցավ, քանի որ ես կարծում եմ, որ մենք չենք կարողանա ժամանակից ինչ-որ տեխնիկայով կամ մոդեռն ջրատարբերությամբ զարմացնել աշխարհին, դե կա Իտալիա եւ այլն, Ֆրանսիա, չգիտեմ, Ամերիկա։ Իսկ մեր նոյան տապանը դա մի երևույթ դարձավ, մեծ հաջողություն ունեցավ եւ ամբողջ Հայաստանի էքսպոզիցիան այդ նոյան տապանի մեջ էր։ Հսկական չափսերի էր, չէ՞։ Իր չափերը 25 մետր էր երկարությունը, լայնքը 14, բարձրությունը 14, որտեղ կար պատմական Հայաստանի քարտեզ, բավականին մեծ, մոտավորապես 5-6-ի վրա մոտավորապես չափի մի քարտեզ, պատմական Հայաստանի բոլոր վայրերը որպես էթնոգրաֆիկ նշաններով պատկերված, դա առիթ դարձավ, որ Թուրքիան բողոքի, Պարսկաստանը բողոքի, որտեղ իրենց տարածքն է, բայց ես կարողացա ապացուցել, որ դա էթնոգրաֆիկ քարտեզ է, այլ ոչ թե մեկ ոտնձգություն ունենք եւ այդպես պահպանվեց, մնաց մինչեւ վերջ։ Հասկանալի է։ Իմ կարծում եմ իմ հետաքրքիր գործերից մեկն էր դա։ Իսկ Փարիզում քանի գործ էիք ներկայացրել ձեր անհատական ցուցահանդեսին։ Անհատական մոտ 30։ Եվ կանգուն էր ձեր գեղանկարչական գործերը, դուք որ ոճին եք դասում։ Ջան, չգիտեմ։ Անկեղծ եմ ասում, չգիտեմ։ Երևի ամեն Թող նկարիչ իր հանդիսատեսը ասի։ թող հանդիսատեսը, բայց երևի ամեն մեկ իր ոճ ունի, որը դե չգիտեմ, ինչ-որ մի ոճի մեջ չի մտնում իմ արածները, ինձ թվում է։ Ահա։ Այո, դուք իրավացի եք, այո։
Ձեր կյանքում 3 անուն կարող եք հիշել, որ անմոռանալի հետք են թողել ձեր կյանքի։ Այսօրվա ապրողների թե աշխարհակ պատմական։ Մեծ սահման եմ ձեզ։ Հիմա ասեմ, հետարքի բան ասեցի, կունեն Լեոնարդո դա Վինչի։ Եթե մենք նորից վերադառնանք Ճապոնիայի պատմությունը, Այո։ ասացի ինչքան ուշադիր էին իրենք, միջև մեկներս հարցաթերթիկ էին ուղարկել, թե ինչ եք սիրում ուտել առավոտյան, երեկոյան ոնց եք, ուր ժամն եք ուսում, քնել եւ այլն, այդպես մանրակներ։ Եվ մի քանի հարց եկար, թե ով է ձեր համար շատ կարևոր անձ պատմության մեջ, ես գրել էի Լեոնարդո դա Վինչի։ Հետո մի հատ հարց կար, թե ինչ կարգախոս է ձեր ազգին բնորոշ։ Ես գրել էի, որ իմացյալ մահը ամահությունը, չիմացյալը մահ, չէ՞, դա Եղիշեի խոսքերն է, 5-րդ դար, կարծեմ, այո։ Եվ հետո այն մարդը մասին ես ասեցի, դայսակույիկ է դա այդ ամբողջ ստեղծողը, աշխարհահռչակ անձնավորություն, որը մենակ 230 տարբեր քաղաքների պատվավոր քաղաքացի աշխարհով մեկ։ Իր ելույթի ժամանակ այդ 2000-անոց դալիճ էր, համասարանի դալիճն էր, կոնֆերենս դալիճ, համասարան էր 2000-անոց մեծ հսկա դալիճ։ Ինքը խոսքեր ասեց եւ շատ հետաքրքիր բան սպասվեց, պատահական ստացվեց։ Ասում եմ, տեսեք, Աղամյանի համար ամենակարևոր անձներից մեկը Լեոնարդո դա Վինչին է, իսկ ասում եմ, ուսանողներ, դուք գիտեք, չէ՞, մեր տարածքում Լեոնարդո դա Վինչի արձանն է դրած։ Պատահական դա ստացվել էր։ Այո։ Հետո շատ ավելի զարմանալի մի բան ասեց, որ Աղամյանը ասել է, թե իրանց ազգի բնորոշ խոսքերը, բնորոշ գիծը որն է, իմացյալ մահությունը, ես դա չէի գրել, թե ով է հեղինակը։ Ասում եմ, ես դա երիտասարդ ժամանակ կարդացել եմ 5-րդ դարի բանը, Եղիշեի գրվածն, ճապոնացին ասեց։ Պատկերացնում եք։ Չէ, չեմ պատկերացնում։ Ես չէի պատկերացնում, այդ փշակավելի բան։ Իսկապես։ Շատ զարմանալի։ Հետո ինքը այդ մարդը, ունիկալ մարդ է, մահացավ ափսոս մի 2 տարի առաջ, ասեց, որ հիշեց գենոցիդը, ասեց, որ աշխարհը դեռ ներողություն չի խնդրել, մենք պետք է անպայման ներողություն խնդրենք, եւ մեկ էլ ասեց, որ հայ ազգային ազգն է, որ տվել է այնպես բանաստեղծներ, Նալբանդյան հիշեց, չգիտեմ, Սայաթնովա ասեց, անուններ տվեց, Չարենց ասեց։ Զարմանալի մարդ։ Քանգուր քիչ իսկ ինչ եք մտածում այս խայտարակ լինչի դատաստանի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի։ Դա արդեն ասացիք խայտարակ։ Խայտարակներից մի բան էլ ավել։ Փաստորեն աշխարհի մեջ շատ զբաղված է ուրիշ հարցերով եւ մեր ճշնամիների լեկտորությունը չափսաման չունի։ Չգիտեմ, հուսանք, որ մի ձևով արդարությունը կհաղթի, մեղավորները կպատժվեն, հուսանք, որ այսօրվա վիճակը աշխարհի շատ բարդ է, հասկանում եք։ Եվ բոլորի ուշադրությունը շատ ուրիշ կետերում է։ Շատ ուրիշ։ Չնայած այս նշանավոր անձ, ինչպես Ռուբեն Վարդանյանն է եւ ես իրոք չեմ համարում, սա նշան կետ է, սա մի անիրական երևույթ է 21-րդ դարում։ 21-րդ դարը ասում եք, բայց տեսեք ալավիներին ինչ են անում 21-րդ դարը, հետո ինչ։ Բարձում է մարդը մնում է նույն մարդը կամ նույն գազանը, չգիտեմ ոնց ասեմ։ Այո։ Տասնյակ տարիներ շարունակ դասավանդել եք։ Ինչպիսին է այսօրվա ուսանողը։ Հա, ես դասավանդել եմ, հենց ավարտեցի, միանգամից ինձ հրավիրեցին դասավանդելու, արդեն քանի տարի է, 70 թվականից հաշվեք։ Մեծ մասամբ դասավանդել եմ Գեղարվեստի ակադեմիայում, վերջի 5 տարին մանկավարժականում եմ։ Սկզբից ամբիոնի վարիչ էի, հիմա ուղղակի պրոֆեսոր եմ։ Ուսանողների մասին ասեմ։ Շատ մեղք վիճակում են այսօրվա ուսանողները։ Ինչու՞։ Դե տեսեք, օրինակ մանավանդ մանկավարժականից խոսեմ։ Շատերը բնակվում են ինչ-որ ռայոններում, հեռու։ Ամեն օր պետք է ինչ-որ ավտոբուս նստեն,
ժամերով գան։ Չկան հանրակացարաններ։ Հանրակացարաններ չկան, դուք արդեն առաջին գաք եւ ասեցիք, հանրակացարան չկա։ Ես հիշում եմ, որ մենք սովորում ենք, մեր կուրսում կային տարբեր ռայոններից, նույն Լեննականից կամ ուրիշներից հանրակացարաններում էին ապրում, հանրակացարանների պայմաններն շատ լավն էր, շատ ուրախ հետաքրքիր կյանք էր։ Չկա, դժվար է, մի մաս էլ վարձով մի կերպ, բան։ Եվ ավելի վատը, գիտեք ինչն է, գրեթե բոլորը աշխատում են, որ կարող ունեն վարձը վճարել։ Մի աբսուրդ վիճակ է։ Աշխատում են, որ վճարեն, մի կերպ սովորեն, կիսատ բռատ։ Այո, դա նորություն չէ։ Պայմաններն էլ լավը չեն, առանձնապես այդպես, էսա։ Մեր ժամանակ, երբ որ ես էի ուսանող, այդ հիշեմ այդ տարիներին, եւ ավելի հետո նույնպես, օրինակ պրակտիկա, համառային պրակտիկան մենք մեզ տանում էին Մոսկվա, Լենինգրադ, Վիլնյուս, Ռիգա, իհարկե պետության հաշվին, եւ շատ բան էինք սովորում այնտեղ։ Մենք չհասցրեցինք։ Դուք չէ, բայց ես բախտի վերումով հասցրել եմ։ Այո, բայց մենք հասցրեցինք 2 տարի թոշակ ստանալ։ Ես ստանում էի առաջին կուրսում անվանական թոշակ եւ մտածում էի, արդյոք հնարավոր է այս գումարը ծախսել, որովհետեւ դա կարգին գումար էր։ 50 ռուբլի եւ այսպես նաշրոկու նոգու ես ապրում էի այդ առաջի երկրորդ։ Չէ, թոշակը լավ բան էր եւ բավականին գիտեք, եղել է, որ մենք հավաքվել ենք ընկերներով, գնացել ենք Մոսկվա, թռել ենք Մոսկվա, ուսանող ժամանակ, թոշակի փողերով։ Թռել ենք Մոսկվա, Արարատի խաղը Սպարտակիետ նայելու հատուկ։ Գնացել ենք, նայել ենք, եկել ենք 2 մինուտով։ Վեթենարությունը ունեինք թոշակի հաշվին, ընդամենը։ Ունեինք։ Բայց որակը ուսանողի այնուամենայնիվ պահպանվել է։ Ես տեսնում եմ երեխաների մեջ մեծ ձգտում սովորելու, բայց դպրոցից գալիս են շատ բոբիկ, շատ թերի։ Իհարկե 100%-ը չի, որ շատ են ուզում սովորել, բայց գոնե 50-ից ավելը ուզում են։ Դա արդեն թիվ է։ Արդեն թիվ է։ Ուսադրող։ Բայց բազան իրանց կրթական այնքան է բարձր չի, մինչև այդտեղ գալը։ Եվ ժամանակն էլ ասեցի, համ աշխատելու են, համ սովորելու են, շատ դժվար է։ Այո, իհարկե։ Սա։ Այո։ Որպես կյանքի եւ ստեղծագործական էներգիայով լի մարդ, ձեզ պետք է հարցնեմ ձեր ստեղծագործական պլանները։ Ստեղծագործական պլանները։ Դասախոսական պլանները։ Դասախոսականները ընթացքը գնում է եւ գիտեք ստեղծագործական ես եթե ոչ ամեն օր, այսպես գուցե օրը մեջ, բայց ստեղծագործում եմ։ Իմ արվեստանոցը իմ երկրորդ տեղն է կյանքիս։ Եվ ստեղծագործել այդ արդեն ամեն օր մի նոր բան է գալիս։ Կանգ չեք առնում։ Դե հետաքրքիր չի կանգ առնել, ինչի համար կանգ առնես։ Այո։ Կյանքը ինչ է, կյանքը աշխատանք է, երևի։ Մինչև աշխատում ենք, երիտասարդ ենք մնում միանշանակ։ Այո։ Եվ կա ձգտում, ուրեմն երիտասարդ եք։ Այո։ Շնորհակալություն Գայան Գուրգենիչ, հիանալի զրույց էր։ Ինձ համար շատ հոգեհարազատ եւ հետաքրքիր կարծում եմ եւ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Շատ հաճելի էր պատասխանել հարցերին եւ մտքով վերադարձա ինչ-որ լավ հուշեր։ Լավ լուսավոր տարիներ վերադարձանք երկուսս էլ եւ կարծում եմ մեր դիտողներն էլ են վերադառնալու այս զրույցը դիտելով շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնում եմ, որ մեր հյուրն էր այսօր Կարեն Աղամյանը, դիզայներ, գեղանկարիչ, դասախոս եւ ուղղակի շատ հետաքրքիր մարդ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բաժանորդագրվեք, լայքեք մեզ, մինչ նոր հանդիպում։